Բարև ձեզ բարեկամներ, դուք դիտում եք Ամեդպլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, շնորհակալություն պարոն Սարգսյան։ Ես գիտեմ, որ մենք ուղիղ եթերում ենք, ես գիտեմ, որ դուք այդ եթերից հետո շտապելու եք ձեր կուսակցություն, որտեղ դուք նախապատրաստում եք ձեր կուսակցության համագումարի երկու խոսքով ինչ ուղերձներ կամ ինչ եք անելու ընդհանրապես այդ համագումարի ժամանակ։ Սա հերթական 8-րդ համագումարն է կուսակցության, ըստ կանոնադրության մենք պետք է անպայման անցկացնենք, առավել ևս որ ընտրություններից առաջ, եւ կարգախոսը մեր, ինչպես գիտեք, նույնն է, մենք ազատություն, արդարություն, համերաշխություն կարգախոսների տակ ենք հանդես գալիս։ Հաշվի առնելով, որ մենք հիմա դաշինքային հարաբերություններ ենք ձևավորում մի շարք այլ կուսակցությունների հետ, ապա այստեղ իհարկե առանձնահատկությունները կլինեն։ Մենք ներկայացնում ենք մեր հաշվետվությունը իհարկե այդ տարիների ընթացքում 3 տարվա ընթացքում եւ նաեւ նախանշում ենք թե ինչ պետք է արվի երկրում այս վիճակից դուրս բերելու համար։ Դա բանաձևի տեսքով է լինելու։ Ես կարող եմ ասել, որ իհարկե անդրադարձը, եթե երկու նախադասությամբ ասեմ, ապա հետեւյալն է, որ երկրում եթե չձևավորվի սոցիալական հարմարավետության մթնոլորտ պայմաններ քաղաքացու համար ամփոփ բանն եմ ասում, ապա մենք իհարկե չենք կարող ընդհանրապես հավակնություն ունենալ, որ մենք լինելու ենք զարգացող եւ զարգացած պետություն։ Այսինքն չկա հիմա մի որևէ բնագավառ, որը կարելի ասել հիանալի աշխատող է, այն մյուսները դեռ պետք է մոտենան նրա մակարդակին։ Այդպիսի բան չկա, որտեղ ամբողջ համակարգն է փտած։ Եվ այդ համակարգից պետք է հրաժարվել, այդ համակարգը պետք է փոխել։ Ես չեմ հոգնել կրկնելուց այս միտքը, որովհետև բոլորը պետք է հասկանան, մեր ժողովուրդը պետք է հասկանա, կապ չունի թե մենք հետո ինչ ճանապարհ կացութաձև կընտրենք վաղը մյուս օրը, եսի նկատի ունեմ տնտեսական։ Խնդիրը նա է, որ այս համակարգը արգելանք է մեր զարգացման համար։ Դուք ընդհանրապես դաշինքների մասին, դուք տարբեր դաշինքներում եք, ընդդիմադիր բնականաբար, Վազգեն Մանուկյանի ընտրությունների ժամանակ 96 թվականին դուք նույնպես մենք նախաձեռնողն եք, հետո արդարություն դաշինքը, եւ այդ դաշինքները չի ասի, որ շատ փայլուն ճակատագիր ունեցան։ Առաջի դաշինքը կունենար փայլուն ճակատագիր, խոսքս այն, երբ որ մենք միասնական տեխնացիով հանդես եկանք, եթե մեր դեմ դուրս չգային տանկերով եւ զորքով եւ այլն չճնշեին։ Դա շատ լավ հասկանում եք, որ դա նշանակում էր գնալ քաղաքացիական պատերազմի, ինչին մենք իհարկե երբևիցե չէինք գնա։ Դա 96 թվականն էր։ Այն ժամանակ դեռ Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված այնտեղ սուր իրավիճակ էր, դեռ չկար այդ անգամ համապատասխանային պայմանները, որ համոզված լինեինք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ վերաբերում է արդարության դաշինքին, արդարության դաշինքը աշխատեց 4 տարի խորհրդարանում, շատ ամերաշք, եւ կարծում եմ, որ բոլորը ովքեր հիշում են մեր բոլորի ելույթները, մեկը չի եղել, երկուսը, որ ասենք առանձին խոսեին, դրանով ավարտվեր։ Դա այնտեղ հիմնական սկզբունքային կար դիրքորոշում։ Ցավոք սրտի, ինչպես միշտ, մեծամասնությունը կապ չուներ, մենք խելոք բան էինք ասում, ճիշտ էինք առաջարկում, թե ինչ-որ մի ռացիոնալ բան էինք առաջարկում, միևնույն է, դա մեր առաջարկություններ, ուրեմն պետք էր տապալել։ Դրա համար մեծամասնությունը աշխատում էր մեր դեմ։ Մեր մեղքը չի, որ այդպես է ձևավորվել այս համակարգը եւ դրա իշխանական բուրգը։ Մեր մեղքը որ լիներ, մենք այդ դեպքում ավելի շուտ մենք չէինք էլ պայքարի դրա դեմ, եթե նրանք աշխատեին կառուցողական դաշտում։ Մեզանից են պահանջել կառուցողական, մենք կառուցողական ենք եղել, մենք քննադատելով առաջարկություններ ենք արել։ Հիմա նույնն է այսօրվա իրավիճակը, այսինքն շատ-շատերը իմիջիալոց սկսել են մոռանալ, մի ժամանակ ասում էին միավորվեք, որովհետև առանց այդ չեք կարող հանդես գալ, չէ՞, բոլորը դա էին խոսում, հատկապես լրատվամիջոցները։ Հիմա միավորվում են, հիմա բոլորը սկսել են նույն մի կենտրոնից երևի պատվեր են ստացել, այսինքն վարկաբեկելու այդ դաշինքները, որովհետև բայ այդ դեպքում ոնց եք դուք ես մեկի հետ, այն մյուսի հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք հիմա մի նպատակ ունենք։ Այդ նպատակի շուրջ խոսքը գնում է նրա մասին, ովքեր համամիտ են, որ այս փտած համակարգը միայն ու միայն մեզ արգելանք է, նորից եմ կրկնում, ուրեմն պետք է դրանից ազատվել, այո, մենք պետք է միավորվենք եւ գնանք այդ համակարգի փոփոխության։ Գաղափարական դաշինքի կողմնակից այո, միշտ եղել եմ եւ հիմա էլ եմ մնում, բայց վիճակը այնպիսին է,
որ եթե մենք հիմա միայն ու միայն խոսենք, օրինակ մենք դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդելը մեր ծրագիրն է եւ մենք որևէ անգամ նրան չենք դավաճանել եւ այսօր էլ դրա կողմնակիցն ենք։ Բայց եթե ես հիմա պատկերացնեի, որ մենք ենք իշխանության եւ ես հենց առաջի քայլերից սկսեի իրականացնել այդ մեր ծրագիրը, մենք կտապալվեինք, որովհետեւ երկիրը այսօր պատրաստ չի նորմալ կացութաձևը տնտեսական իրականացնելու։ Սկզբից պետք է հաղթահարել բոլոր այն արատները, որոնք կուտակվել են Հայաստանում այսօրվա դրությամբ, որ նոր կարողանալ բաց դաշտ ստեղծել ճիշտ եւ արդարացի ընտրություններ անցկացնելու արդեն գաղափարական հենքի վրա, այսինքն կուսակցությունները հանդես գան իրենց ծրագրերով եւ ժողովուրդը ծրագիր ընտրի, այլ ոչ թե այս մեկին սիրում եմ, թե մեկին չեմ սիրում, այլ նայի տեսնի, թե այս քաղաքական ուժը իր ծրագրի իրականացման արդյունքում ինչ վիճակի է բերելու հասցնի Հայաստանը։ Դուք ասացիք դաշինքներ, այսինքն կլինի Ծառուկյան դաշինքը եւ ձեր դաշինքը։ Դա արդեն կա ելք դաշինքը եւ այսինքն ես այստեղ չեմ կարող արդեն ասել քանիսն են լինելու, դեռ կարող են նորերը լինել։ Մենք այդպիսի խնդիր մեր առջև չի դրված, որ գիտեք ինչ, բոլորը անխտիր ձևով պետք է միավորվեն մի դաշինքում։ Չկա այդպիսի խնդիր։ Կա հետեւյալը, որ վերջ-վերջով էլի նորից թող լինի որոշակի մրցակցություն։ Վերջ-վերջով ժողովուրդը էլի պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Մենք պետք է սովորեցնենք մեր քաղաքացուն, որ ընտրություն կատարի, այլ ոչ թե 10,000 դրամով կամ չգիտեմ մեկի պարտադրանքով գնա նրան ձայն տա։ Խնդիրը հետեւյալն է, մենք եթե չենք ազատվելու այդ գործոնից, երբ որ գյուղապետերին ահաբեկում են, ասում են, որ այսքան տոկոս պետք է ապահովեք իշխող կուսակցության։ Հետո գյուղապետերը ահաբեկում են իրենց գյուղացիներին։ Եվ ոնց են ասում, ասում են տղեկ, ժողովուրդ, դե գիտեք, չէ, հանգարց որ այս չանենք, մենք վաղը լույս չենք ունենա, գազ չենք ունենա, կամ ջուր չենք ունենա։ Հա, ես ջուր չենք ունենա, եւ այլն եւ այլն։ Այս պրիմիտիվ, հա, ամենապրիմիտիվ ձևով մարդկանց ահաբեկում են։ Դրա համար չի կարող այդպիսի համակարգը երկար շարունակվել, որովհետեւ կամանց ցավոք սրտի ամայանում է երկիրը, արտագաղթը չի կանխվել, եթե ինչ-ինչ գործողությունների շնորհիվ կանխված լիներ, ներհոսք լիներ, էլի կարելի էր ասել, որ որոշակի հաջողություններ սրանք ունեն, բայց չկա այդ բանը։ Ծառուկյան դաշինքի փողը պարզ է ով է տալու, Ծառուկյանը, իսկ ձեր դաշինքի փողը։ Իսկ անպայման է, որ մենք ինչ-որ նույնպես ինչ-որ միլիոնների մասին խոսենք եւ այլն։ Վերջ-վերջով մենք քաղաքական անցյալ ունենք եւ հիմա էլ քաղաքական դեմքեր ենք, մենք հանդես ենք գալիս կոնկրետ առաջարկություններով։ Դա չի նշանակում, որ մենք ընդհանրապես ֆինանսներ չենք ունենալու, բայց այնքան, որքան մեզ անհրաժեշտ է գոնե այս պայմաններում հարաբերվելու մեր ժողովրդի հետ։ Ես չեմ կարծում, որ մեզ պետք է նորից նույն ձևով, ինչպես իրենք են վարվում, հա, բաժանել, ասել խոստանալ, որ եթե դու գաս ինձ ձայն տաս, քեզ 10,000 դրամ կտամ։ Այդ դեպքում ես ինչով եմ տարբերվելու նրանցից։ Ծառուկյանը այդպես չի անելու։ Իսկ ես չգիտեմ Ծառուկյանի ինչ է անելու։ Ես Ծառուկյանի հետ չեմ այսօր դաշինքում։ Դաշինքը մեր վերջ-վերջով 3 կուսակցություններն են, որոնք համագործակցում են Սեյրան Օհանյանի հետ։ Եթե դուք չունեք այդ լծակները, հա, եւ ձեր ընդդիմադիր ուրեմն մրցակիցները ունեն, ստարտային պայմանները տարբեր չեն։ Ուրեմն ստարտային պայմանները ելնելով միայն ֆինանսների կարողությունից տարբեր են, բայց ես համոզված ասում եմ, նրանց 1 միլիոնի դիմաց մեր 10,000-ը շատ ավելի արդյունավետ է լինելու 100%-ով, որովհետև նրանք ոչ մի նոր բան չեն առաջարկել։ Ինձ հարցնում են, դուք գնում եք իշխանափոխության, իմիջիալոց ես ուզում եմ, որ սրա մասին նորից ասեմ։ Ես ասել եմ, որ սա այդ տերմինը որոշակի մեխանիկական բան ունի իր մեջ։ Եթե ես գալու եմ իշխանափոխություն միայն դեմքերի առումով, իսկ քաղաքական գիծը մնալու է նույնը, այդ դեպքում իմաստը ո՞րն է այդ իշխանափոխության։ Եթե ես գալու եմ որպեսզի այս համակարգը փոխեմ, ես գալու եմ նոր գործեր իրականացնել շահ ժողովրդին, այդ դեպքում այո, այդ իշխանափոխությունը դա անհրաժեշտություն է։ Ուրեմն տարբերությունը հետևյալն է։ Ով է այս համակարգից հստակ հրաժարվելու։ Ով է դրա դիմաց առաջարկելու արդար սոցիալական արդարության սկզբունքի հաստատումը Հայաստանում։ Ով է ասելու, որ առաջնայինը լինելու է մարդու
բոլոր իրավունքների իրականացումը, ոչ թե նա իրավունք ունի, այլ այդ իրավունքը պետք է կենսագործված լինի։ Կոնկրետ, եթե մարդը եկել է բժշկություն է ուզում ունենալ, հիվանդանոց է եկել եւ երբ որ նրանից պահանջում են 100,000 դրամից սկսած մինչեւ կես միլիոն եւ այլն 1 միլիոն նայած ինչ բանին եւ նա չի կարողանում վճարի եւ նա դրա պատճառով պիտի վերջով հեռանա կյանքից, այդ դեպքում ում է պետք այսպիսի պետությունը։ Եթե նա չի կարողանալու իր քաղաքացուն համապատասխան օգնությունը ցույցաբերի, դա նշանակում է, որ այսօրվա իշխանությունը ձեռքերը լվացել է ամբողջովին, այսօրվանն էլ, երեկվանն էլ, երեք չառաջորդվանն էլ, այս երեքն էլ նույնն են։ Ասում է, գնացեք դուք ձեր գլխի ճարը տեսեք, բայց դու պայման չես ստեղծել, որպեսզի մարդը իր գլխի ճարը տեսնի։ Այսինքն դու իրան համապատասխան աշխատանք չես տալիս։ Նրան աշխատավարձ ապահովագրություն իհարկե։ Գիտեք ինչ, տարբեր ձևեր գործադուն պետք է ապահովագրի իրան։ Բայց 100,000-ավոր մարդիկ աշխատանք չունեն։ Գյուղացիները գործատու չունեն։ Պետությունը պետք է, Պետությունը պետք է պայմաններ ստեղծի նրա գործունեության համար, որպեսզի նա ունենա այնքան շահույթ, եթե դուք այսպիսի պայման եք ստեղծել, որ կարողանա վճարունակ լինի։ Եթե դուք չեք ստեղծել այդ պայմանները, բարի եղեք ունենալ անվճար հիվանդանոցներ ամեն մի մարզում, բացարձակ անվճար, ոչ թե այդ պատվեր կոչվածը, որովհետև գալիս է մարդը եկել նոյեմբերի 15-ին, ասում են այդ պատվերից վերջացել է։ Բայց 1.5 ամսվա ընթացքում այն մարդիկ, որ պետք է գան, ինչ են անելու, մահանան։ Արդյոք Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Վիկտոր Դավաքյանը եկել են համակարգը փոխելու։ Եթե մենք գրել ենք մեր հայտարարության մեջ համակարգային փոփոխություններ, ապա ուրեմն նշանակում է բոլորն են դրան համամիտ են։ Այսինքն եթե ես գրեմ, որ ես ուզում եմ անգլիական թագուհի դառնալ, ուրեմն ես պիտի դառնամ։ Ներողություն, դա արդեն դուք ոչ կոռեկտ համեմատություն եք անում։ Խոսքը գնում է նրա մասին, որ կուսակցությունների անունից են հանդես գալիս այդ մարդիկ։ Իսկ կուսակցությունները իրենց հստակ պլատֆորմ ունեն, դրանից ելնելով են անում։ Մենք հստակ ասել ենք համակարգը պետք է փոխվի։ Համաձայն են ուրեմն այդպես էլ պիտի ճանապարհը գնանք։ Ուրեմն դուք հավատում եք ձեր գործընկերներին։ Դե եթե ես միավորվել ենք մենք երեք կուսակցությունները, ուրեմն այո։ Սոցիալ-տնտեսական բնույթի ծրագրերը այսօր կարևոր են, թե պարզապես պետք է ասել այս ռեժիմը վատն է, չգիտեմ, այս մարդիկ վատն են, գող են, ավազակ են, թալանչի են, պետք է գնան, մենք ազնիվ մարդիկ ենք, պետք է գանք։ Չէ, դա էլի նորից, դա այն իշխանափոխությունն է, որը որ մեխանիկորեն կարելի է իրականացնել կամ չի կարելի իրականացնել։ Ոչ, պետք է լինի հստակ, թե ժողովուրդը պետք է իմանա, մենք ինչ ենք առաջարկում։ Մենք հիմա ես իմ ելույթում համագումարում պետք է նշեմ, վերջով մենք ինչ ենք անելու, եթե մենք ենք իշխանություն։ Մենք պետք է ասենք ժողովրդին, այս ինչը լավ չի, ապա ինչն է լավ, ոնց է պետք անել։ Մենք իդեպ ասած, դա գաղտնիք չի, մենք բոլոր կառավարություններին այսպես շռայլություն ենք արել, բոլորին ներկայացրել ենք, որ ինչպիսի առաջնահերթ քայլեր կան, որոնք իրականացնել է պետք։ Եվ ասել ենք, որ դուք իրականացրեք, մենք այդպես մեզ համար գլխավոր է, որ դա լինի, բայց համակարգը այսինքն։ Այո, մեր կուսակցության մասին է խոսքը։ Բայց համակարգը իրենց թույլ չի տալիս, ով էլ որ ցանկություն ունի, նրան համակարգը թույլ չի տալիս։ Որովհետև եթե այս ախպերությունը պետք է շարունակվի, այս ախպերական, այսպես ասած, հարաբերությունները, այլ ոչ թե պետական մակարդակով դա արվի, իհարկե ոչ մի կերպ, ոչ մի լուրջ փոփոխություն, շրջադարձային փոփոխություն հնարավոր չի երկրում իրականացնել։ Սրանից ելնելով է, որ մենք ասում ենք, ժողովուրդ, հասկացեք, այս անգամ էլ նորից սկսեք արհեստական ինչ-որ պատճառներ մանգալ, որպեսզի պաշտպանեք այսօրվա իշխանություններին, ապա վաղը դուք բողոքելու ոչ մի իրավունք չունեք, որովհետև բացարձակ բացահայտ է, թե ինչ է ուզում այսօրվա իշխանությունը։ Այսօրվա կառավարությունը, որը փորձեց ինչ-որ քայլեր անի, որը հաճո լինի մեր ժողովրդին, հիմա կես ճամփին արդեն դոփում է տեղում, որովհետև էլի նորից եմ կրկնում, համակարգը թույլ չի տալիս։ Որովհետև եթե դուք չեք կարողացել այսքան տարիների ընթացքում Նայիրիտի նշանակությունը հասկանաք եւ Նայիրիտը վերջապես վերագործարկեք, տեսեք, ասում են փող չկա, չէ՞։ Ես էլ իրենց հարց եմ տալիս, այդ 6 միլիարդը որ վերցրել եք, պարկ, պետական պարկ եք վերցրել, ինչի համար եք վերցրել։ Հանուն ինչի։ Այսինքն այս կառավարությունը չի վերցրել։ Չէ, բոլորն են վերցրել, հիմա ինչի է տարկում, սա է վերցրել, թե նա է վերցրել։ Հիմա էլ թող սա վերցնի,
ռեալ գումար բանդ վերցնի 20-30 միլիոնի պատմություն է վերագործարկման սկիզբը դնելու համար առաջիկայում շահույթ ստանալ եւ այդ շահույթի շնորհիվ նաեւ զարգացնել կաուչուկի արտադրությունը ծրագիրը կա մենք այդ ծրագիրը մի քանի ամիս է քննարկում ենք եւ իրենք էլ են հասկանում բայց ասում են մենք չենք կարող մենք պետություն ենք մենք լավ մենեջեր չենք եղբայր բա ով պետք է մտածի ձեր ժողովրդի մասին եթե դուք ապավինում եք որ արտաքին աշխարհից պետք է գան եւ ներդրում անեն նրանք կներեք հիմար չեն նրանք պետք է համոզված լինեն որ իրենց կապիտալը չի կորչելու նրանք պետք է համոզված լինեն որ ձեր դատական համակարգը այնքան ճշմարիտ եւ ճիշտ արդար դատական համակարգ է որ ցանկացած պահին կարող են իրենց շահերը պաշտպանեն նրանք պետք է համոզված լինեն որ ձեզ մոտ համապատասխան արդեն կադրային բազան կա եւ այլն հազար հարցեր կան եթե դուք այդ ամենը չեք արում այդ դեպքում ինչ է հարկ հավաքողներ եք Քրիստոսի ժամանակից են հետո առաքյալ են դարձել բայց նրանք ուրիշ էին դառնալով դաշինքներին հա եթե ենթադրենք Սուրիկ Խաչատրյանը կամ Գագիկ Բեգլարյանը ստեղծեն կուսակցություն եւ ասեն ինձ այս ռեժիմը դուր չի գալիս այս համակարգը դուր չի գալիս ես հայտարարում եմ որ փոխում եմ համակարգը դուք կհամագործակցեք նաեւ նրանց հետ դուք աբսուրդի դաշտից եք արդեն ինձ հարց տալիս որովհետեւ Վիկտոր Դալակյանը աբսուրդի դաշտից չէր որ դարձավ դիմադիր հա ես Վիկտոր Դալակյանին ճանաչում եմ 20 տարուց առաջ աշխատակազմի ղեկավարի տեղակալը հա ես հասկանում եմ ինչ եք ասում որովհետեւ արդեն բոլորն են այդ հարցի վրա սևեռվել ուրեմն բայց Վիկտոր Դալակյանի կենսագրությունը պետք է ամբողջական նայել եւ տեսնել թե նույն Վիկտոր Դալակյանը 3 անգամ ընտրվելով падգամավոր ինչպես է իրեն դրսևորել խորհրդարանում եւ հիմա էլ նույնը կլինի ես ես համոզված ասում եմ վերջին հարցը հա գնում եք շրջաններ կամ Երևանում նույնիսկ հա հանդիպում եք մարդիկ ասում են երբեք մեզ ազատելու այս իշխանավորներից որովհետև նրանք կերան այս ժողովրդին եւ այլն գնում են իշխանավորները նույն մարդկանց հետ հանդիպելու ասում են թակավոր ախպեր այս մի հարցը մի հատ լուծի մենք քեզ ձայն կտանք կա այդպիսի բան թե չէ որոշ հատվածում կա որովհետև մի մոռացեք որ այս 25 տարվա ընթացքում ցավոք սրտի մեր ժողովրդի մի մասին ուղղակի ներողություն եմ խնդրում, բայց այլասերեցի։ Այսինքն, եթե մարդը տեսնում է, որ իր վերևներում նստածները անօրինական ճանապարհով հարստացել են եւ դղյակներում են ապրում, իսկ ինքը չի կարողանում անգամ օրվա հացի փողը ճարել, նա երազում է դառնալ նրա նման։ Ինքը ուրիշ բանի մասին չի մտածում արդեն։ Հասկանում եք։ Եվ այդ դեպքում հայ մարդը մենք իմիջիալոց այդ հարցման արդյունքները ես հետո համագումարում ավելի մանրամասն կներկայացնեմ։ Հայ մարդը միշտ հպարտ է եղել, երբեք չի ուզեցել հարևանից հետ մնալ։ Հիմա ինքը մեծ տոկոս է կազմում բացարձակ մեծամասնություն, որ ասում է ես աղքատ եմ։ Այսպիսի բան չի եղել մեր ժողովրդի հետ։ Հիմա դուք ուզում եք որ այդ անձը, որ իսկապես այդպիսի խնդիրներ ունի այսօր, ես բոլորին այդ օրինակը բերում եմ ձեզ էլ ասեմ, ֆիլմում ուրեմն Շահումյանը ելույթ է ունենում, Ֆրուզիկ Մկրտչյան նստած առաջի շարքում ճառ ասում Շահումյանը, այս տղան ասում է, «Տավարիշ, завтра хлеб будет»։ Հիմա այս մեր ժողովրդին առաջին հերթին դա է հետարկում, վաղը հաց լինելու է։ Ես իմանամ, որ այդ դեպքում, բայց էլի հավատնել է արդեն շատ ժամանակ կորցրել, որովհետև 25 տարի ամեն անգամ խոստումներ ենք տալիս, այդ խոստումները չի ստացվում իրականացնել, ինչ-ինչ պատճառներով, բայց ոչ մեր պատճառով։ Հիմա իհարկե կա այդ հատվածը, բայց ես հավատացնում եմ, անվստահությունը եւ անգամ ատելությունը իշխանության նկատմամբ, որը չի եղել իմիջիալոց նախորդ տարիներին, անհամեմատ ավելի բարձր է։ Ատելություն հասկացությունը չէ, անվստահությունը շատ մեծ է եղել առաջի տարվանից սկսած, այդ ուրիշ հարց է, բայց որ արդեն դա անցնի ատելության, այդ աստիճանը մենք գալիս ենք շատ վտանգավոր մի եզրի։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ մեր սովորական մարդը սկսի ատել իր իշխանություններին, դա շատ վտանգավոր երևույթ է։ Դա նշանակում է, որ ինքը պատրաստ չի հայրենիքի համար որևէ օգտակար գործ կատարել։ Եվ սա շատ մեզ պետք է մտահոգի, եւ դրա համար եմ ասում, հիմա ամենագլխավոր հարցը, մենք միշտ այդ ասել ենք, եթե իրենք անեին, իշխանությունները այսօրվա անեին, համակարգի փոփոխությունը, ավելի լավ, մենք ողջունեինք, բայց իրենք ոչ մի կերպ դրան գնացողը չեն։ Եվ դրա համար է, որ մենք այո, դաշինքով, ավելի մեծ ուժերով,
հասարակական ընդլայնված այսպիսի մի բանակով գնալու ենք այս ընտրությունները։ Հացի մասին, հա, չեմ կարող չասել, հա, կան իշխանությունից մարդիկ, ովքեր այս 5 տարվա ընթացքին ամեն օր իրենց շրջանի մարդկանց 3 հատ լավաշ են բաժանել։ Այդ մարդիկ ունեն շանսեր, թե չէ։ Այն հատվածի համար, որոնք իրենց վիրավորված չեն զգում դրանից, այո, բայց նա, ով որ իսկապես վիրավորվում է իր արժանապատվությանը ոտնահարելու համար, չէ՞ որ դա ոտնահարում է արժանապատվության, ոչ ոք չէր ուզենա այդպիսի ողորմություն ստանալ։ Եթե ինքը կուզենար, այն որ ասում են ինձ մի ձուկ նվիրեք, այլ սովորացրեք ձուկ որսալ, եթե նա ձուկ որսալու հնարավորություն ունենար, չէր գնա այդ 3 լավաշի հետևից, սա մեկ, երկրորդը դա այսպես կոչված ինդուլգենցիան է այդ անձի, որը փորձում է դրանով իրեն արդարացնի ժողովրդի առաջ, դե տեսեք։ Մենակ մի անձ չի, շատ անձինք կան։ Այո, դե ինչ է եղել, բայց եթե ես կարող եմ օդից ստանալ ամսական $10 միլիոն կամ $5 միլիոն, եղած ինչ է որ ես 100,000-ը չեմ նվիրեմ, չէ՞։ Սա է հարցը, սա է այն ամենամեծ խայտառակությունը, որ այսօր կա մեր հասարակության, մեր պետական համակարգում։ Հարց է առաջ գալիս, այդ որտեղից ես վերցնում ու տալիս, հարկված է այդ ամեն ինչը, օրինակ։ Եթե դու չես հարկվել, ավելի լավ է գնաս հարկ տաս, այդ դեպքում այդ մարդու թոշակը կբարձրանա, ինքը չի գա քո այդ 3 լավաշի հետևից։ Այսպիսի մոտեցումներ են, որոնք այսօր չկան եւ չեն էլ ուզում որ լինեն։ Իսկ ես ավելի կոնկրետ ասեմ, եթե այսօրվա կառավարությունը ձեռնարկություններ չստեղծի ինքը իր միջոցներով չնպաստի, որպեսզի իրոք այդ ձեռնարկությունները ստեղծվեն, ապա իհարկե ոչ մի փոփոխություն չի լինի մեր կյանքում։ Սա է հիմնական խնդիրները, որը մեր առջև դրված են այսօր, ինչի համար ենք մենք ուզում գալ իշխանության։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Մենք կհանդիպենք չորեքշաբթի օրը։